Մոսկվայի ազգությունների տանը տեղի ունեցել հաղթանակի մեղեդիներ երեկոն, որը կազմակերպել էր Արարատ հասարակական կազմակերպությունը, որպես հոբելյանական տարվա եզրափակիչ միջոցառում։ Մեկ բեմում հանդիպեցին ռուսական Սփյուռքի մեներքիչները եւ Երևանից ժամանած հյուրերը, նշելու մեծ հայրենական պատերազմի մեկնարկի 80-ամյակը։ Երեկոն անցավ առանց ավելորդ պաշտոնականության, անմիջական ու ջերմ մթնոլորտում։ Այն փաստը, որ հայկական համայնքը նշանակալի իրադարձություններ է անցկացնում Մոսկվայի կենտրոնում, ցույց է տալիս, որ Սփյուռքը ոչ թե հյուր է, այլ ռուսական հասարակության կարևոր մաս։ Երեկոյի երգացանկը ռազմական եւ հայրենասիրական դասական մեղեդիներով հնչեց նաեւ որպես պատասխան պատմության խեղման փորձերի։ Հայ ժողովրդի համար, որի որդիները հավասար կռվել են ռազմական ճակատում, Ռուսաստանի այս դիրքորոշումը ունի սկզբունքային կարևորություն։ Սահմանադրական իրավունք միություն կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը Եվրոմեդիայի զրույցում նշում է. նման միջոցառումները խթանում են հայ եւ ռուս ժողովուրդների մերձեցմանը եւ բարեկամությանը։ Ճիշտ ասած, ես այդ միջոցառումից ավելի մանրամասն տեղյակ չեմ, բայց եթե խոսքը գնում է ընդհանրապես նման միջոցառումների, ընդհանրապես հայ եւ ռուս ժողովուրդների մշակութային համագործակցության, արժեհամակարգային նմանության եւ մերձեցման մասին, ապա անկասկած դա այդպես է եւ անկասկած եւ նման միջոցառումները եւ ընդհանրապես դարերից ի վեր եկող այդ համագործակցությունը ունի իր մեծ դրական ազդեցությունը հենց հայ մշակույթի վրա եւ ժողովուրդների բարեկամության վրա։ Իսկապես շատ ճիշտ դիտարկում էր, որ Ռուսաստանում հայ մշակույթը ունի բավականին զարգացման լավ միտումներ եւ այո հարմարավետ պայմաններ են ստեղծված։ Պետք է ասել նաեւ, որ Հայաստանը այն ժամանակ, երբ որ Հայաստանը գտնվել է, ասենք ռուսական կայսրության կազմում կամ Հայաստանը գտնվել է սովետական միության կազմում, հայ մշակույթը այդ մթնոլորտում ունեցել է թռիչքային աճ, թռիչքային զարգացում։ Եթե վերցնենք, ասենք, ստատիստիկան, ապա գրականությունը, տպագրված գրքերի քանակը, ստեղծված մշակութային արժեքների կշիռը եւ քանակությունը, ստեղծված երաժշտական այլ արվեստի ստեղծագործությունների որակը, քանակությունը եւ այլն, դա ցույց է տալիս, որ այո, հայ-ռուսական հարաբերությունների սերտացման զուգընթաց հայ մշակույթը ունեցել է դրական զարգացումներ, իսկ որոշ պատմական հատվածներում անգամ թռիչքային։ Ռուսաստանը հանդիսանում է հարմարավետ տարածք, որտեղ պահպանվում է ինքնությունը, իսկ պատմությունը մատուցվում է իր սկզբնական տեսքով, որպես ընդհանուր ժառանգություն, հասկանալի ու հարազատ յուրաքանչյուրի համար։